Հրապարակ թերթը գրում է Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկ էր մշակում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում։ Ընդ որում հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստանի այցը։ Այսպես ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաև Հայաստանից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որն ավելի վտանգավոր է, մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։ Այսինքն թափոններն այլևս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած Ռուսաստանում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը Ռուսաստանից, մուտքի արգելքը եւ այլն։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետևում պարզվում է թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտության կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։ Հատկապես կասկածներ ունեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում։ Թերթի տեղեկություններով շտաբի պետերն ընդհանուր չաթ ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած մտահոգություններով։ Չաթում է նաեւ քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի պետ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը փորձում է խեղդել կասկածի որդը եւ հավատ ու ողջավորություն փոխանցել շտաբի շարքային պետերին։ Օրերս նա մի բոցաշունչ տեքստ է գրել չաթում, փորձելով փարատել թիմակիցների կասկածները, վստահեցրել է, որ իրենց շանսերը շատ մեծ են, կասկած թող չունենան հաղթանակի հարցում։ Սակայն մարզային եւ տեղական շտաբի պետերը դրանից չեն մխիթարվել, քանի որ գետնի վրա են կանգնած եւ առանձին զրույցներում սկսել են դժգոհել, թե վերևներում իրականությունից կտրված են եւ ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի վատանա, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող փողերի լվացման վարույթ կա։ Թե ով է այդ գործարարը եւ ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց։ Սակայն թերթի տեղեկություններով խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբյանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների սրումը եւ Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում թերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, հասկանալու թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։ Նախարարությունից մեկ ամիս անց ստացված պատասխանի համաձայն Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինխրոն աշխատանքը, իսկ հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգերի կողմից։ Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը ցանցերի հաճախականությունը որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ պաշտոնական պարզաբանմամբ ռիսկերը գնահատվել են եւ առկա են հակազդման մեխանիզմներ։ Պատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ հաճախականության տատանումներ եւ էներգահամակարգերի առանձնացում։ Գրում է թերթը։